Երբ որ մի բան խցանվում է, մենք չակուճը կամ ուրակը վերցնում ենք, սկսում ենք քանդել այնքան, ինչեւ մեր ուզածը տեսնենք։ Այնպես էլ հոգևոր խլությունն է, սիրելիներ։ Երբ որ աշխարհի խոսքերը, աշխարհի բամբասանքը չարությամբ լցվում է, քո ականջը խցանվում է։ Մենք ամեն անգամ ներսը շնորհալու աղոթքի մեջ ինչ ենք ասում. Տեր, այնպես ar որ ականջները չախորժեն լսել չարության խոսքեր։ Երբ որ չարության խոսքով, բամբասանքի խոսքով, կեղծավորության խոսքով քո ականջները լցվում են, այս աշխարհի աղմուկը գալիս է, քո ականջները լցնում է, դու չես կարողանում լսել Աստծո ձայնը։ Ինչպես որ ասենք, երբ որ դու ուզում ես գիրք կարդալ կամ լռության մեջ մնալ, փողոցի մի հատ աղմուկը խանգարում է քո ներքին անդորը, այնպես էլ այս խոսակցությունները գալիս ու փակում են։ Դու ակամայից երբեմն ականջդ էլ տանում ես, որ լսես, տեսնես ինչ են ասում, ուշադրությունդ լարում ես, որպեսզի լսես մեկի մասին, որ տեսնես ինչ կարող ես այս մարդու մասին բաց գտնել, մեղք գտնել, որ հանկարծ երբ որ առիթը գա, իր երեսին ասես այդ ամենը։ Ուրեմն սա է, որ Հիսուս մտցրեց քանդելու համար այն մեղքի խոսքերը, որ եկել փակել են մեր ականջները, եւ մենք չենք կարողանում Աստծո խոսքը լսել։